Այսօր մարտի 11, այս գեղեցկությանը նայողը կրկին ասում ենք շնորհավոր բոլորիս միամսյակը և անցնում մեր առօրյա գործին, որն արդյոք իմ առօրյա գործը, հապա մի տեսեք էս ինչ էկլերներ եմ թխել, էս ինչ հաճելի գեղեցիկ սկուտեղի մեջ մատուցելու եմ իմ հյուրերին, իմ սիրելի հետևորդներին, ովքեր դարձել են ինձ բարեկամ, գիտեք, որ դրսից եկած հյուրեր ունեմ ու ուզում եմ հավուր պատշաճի հարգել, սիրել, ընդունել և հյուրասիրել։ Թխել եմ այսպիսի անուշ համով յուրահատուկ էկլերներ, նվիրում եմ իմ մարտիության նվեր սկուտեղի մեջ, իսկ վերջին շտրիխները, սիրելիներս, ինչպես միշտ, ուզում եմ ձեր հետ միասին ամպի նման թեթև, փքուն, ես չգիտեմ ինչ էլ ասեմ, ճիշտ ասեմ, որովհետև շատ արձագանքներ եմ ստացել, շատ SMS-ներ եմ ստացել ձեր կողմից, ովքեր իմ բաղադրատոմսով պատրաստել են այս համեղությունը, միջափաբաժնից ստացել եմ այսպիսի համով հոտով յուրահատուկ էկլերներ, հիմա ինչ եմ անում, այս համովությանը շաքարի փոշինա, չէ, որ շքեղ տեսք է տալիս, ասեք, որ նմանատիպ խմորեղենները հարուստ տեսքով են նայվում, երբ որ ցանում ենք շաքարի փոշի տնական ու բնական ձևով, ձեռքի օգնությամբ, եկեք նորից շքեղ տեսքը նայենք և մեծ սրտով, ուրախ սրտով, բարի կամեցողություններով ձեզ ասեմ, եկեք համեցեք մեծ սրտով, հյուրասիրում եմ էկլեր սիրողներ ջան, հավաքվեք, եկեք կամ սուրճ խմենք, կամ թեյ խմենք, այսպիսի գեղեցիկ ու հաճելի տեսարանով։ Դե ինձ սիրելի հետևորդներս, ում կհետաքրքրի պատրաստման տարբերակը, բաղադրատոմսը, էջումս ունեմ, ստացվում են անմահական, բույրը, ասեք, որ և ընտիր է, և արագ պատրաստվող, և քիչ ժամանակ պահանջող, և էլեսատեղի խմորեղեն է, ասած մեր լոռեցիներին, հիմա ուզեմ մի հատ միջուկը նայենք, նայեք, ամպի նման թեթև, իրանք փքուն ու շերտերը նայեք, կրեմը մի քիչ եմ դրել, որովհետև պատվերս այդպիսին էր մեր մեջ ասած, որն էլ ցույց տամ, փքուն, յուրահատուկ էկլերներ, այնպես որ համեցեք, ովքեր նոր են հետևում ինձ, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք և մի հաճելի գրառում արեք, ես ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով,